Արյանի այս հատվածում 2025 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ բարձրահարկ շենքերում բնակարանի 1 քառակուսի մետրն արժի $3000-ից $3500, 1 քառակուսի մետր հողի գինը մոտ $2500 է։ Ինչու է մայրաքաղաքի այս յուղոտ պատառը շնորհվել հենց Ռենշին ընկերությանը։ Որտեվ Ռենշին ընկերությունն է ըստ էության այս նախագիծը բերել եւ Ռենշին ընկերությունն է համաշխարհային առևտրի կենտրոն ցանցի անդամ հանդիսանում։ Ռենշինը հիմնադրվել է 2002 թվականին Էդուարդ Մարությանի ու Արայիկ Կարապետյանի կողմից։ Նրանք իրենց կարիերան սկսել են բանկային ոլորտում, որտեղ ըստ մամուլի մտերմացել են ներկայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Վերջինս կառավարությունում պաշտպանել է ընկերության նախաձեռնությունը, կառուցել տարածաշրջանում ամենաբարձր համաշխարհային առևտրի կենտրոնը։ Հարավային Կովկասում մենակ մենք ենք, որ դեռևս World Trade Center չունենք։ Ամենավերջին այդ շենքը ունենալու պարագայում դա լինի առնվազն ամենալավը եւ ամենաբարձրը։ Կառուցած շենքերի բարձրության առումով Ռենշինը մեկը մեկից ավելի բարձր նիշեր է սահմանում։ Օրինակ, Բուզանտ 91-ը 16 հարկ, Դավթաշենում կամրջի հարևանությամբ երկու բնակելի համալիրները 18 եւ 20 հարկեր, Տերյան 107-ում 18 հարկ, Բաղրամյան Օրբելի հատվածում երկնաքերերը նախատեսվում են 35 հարկ եւ ահա Սարյան 22-ում 50 հարկ։ Էդուարդ Մարությանը եւ Արայիկ Կարապետյանը բացի շինարարությունից ընկերություններ ունեն նաեւ այլ ոլորտներում՝ ֆինանսական, անշարժ գույքի կառավարման, վերականգնվող էներգիայի, ծխախոտի ներմուծման եւ այլն։ Նրանց է պատկանում նաեւ Global Credit Universal վարկային կազմակերպությունը։